Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 11-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե սկսենք մի արտառոց դեպքից կապված Հայաստանի հետ նոր կանցնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Հայաստանի քննիչական կոմիտեից հայտնում են, որ որոշում է կայացվել Հայաստանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնել։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ի լուսաբացին հակառակորդն օգտվելով Մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է Հայաստանի պետական սահմանը շուրջ 3-3.5 կիլոմետր խորությամբ, հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ։ 2021 թվականի մայիսի 14-ից 16 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրամաններ է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն ազգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից, Հայաստանի ինքնիշխան տարածքից, վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը։ Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ինչն է այստեղ շատ տարօրինակ, շատ արտառոց, որտեղ այս դեպքերը ինչ-որ ես կարդում է, այդ դեպքերը նորություն չեն, մեզ վաղուց հայտնի է 2021 թվականից այս կողմ։ Բայց երբ որ Արշակ Կարապետյանը բանավոր հանձնարարել է հետ քաշվել, այդ ժամանակ այս երկիրը տեր չուներ, բանավոր ասել է հետ են քաշվել, ադրբեջանցիները առաջ են եկել։ Այդ մասին արդեն իմացել են, չէ՞ որ ադրբեջանցիներն առաջ են եկել և ում հրամանով են հետ քաշվել։ Մարդիկ պետք է հարցներ, չէ՞ Նիկոլ Փաշինյան, ինչու եք հետ քաշվել, պետք է ասեին ինչ անեինք, պարոն գերագույն հրամանատար, Արշակ Կարապետյանը հանձնարարեց հետ քաշվել, մենք էլ հետ քաշվեցինք։ Բա դրանից հետո Արշակ Կարապետյանին ոտքերից որտեղից պետք է կախեին։ Սև լճի մոտ, թե Հանրապետության հրապարակում։ Գանգամաշկը ով պետք է հաներ Արշակ Կարապետյանի, ինչ տեղի ունեցավ Արշակ Կարապետյանի հետ, որ հիմա հետախուզում եք հայտարարել, բանը ինչու Հանրապետությունում չի և բանտում չի։ Իսկ հիմա տեսնենք, եթե դա տեղի է ունեցել, Նիկոլ Փաշինյանը կանգնեց ասես կարող է գնալու ենք այդ ձների մեջ տարածքը պահեինք, արդարացնում էր այդ կատարված գործողությունը, արդարացնում էր, որ մենք չէինք էլ պահելու այդ ձնախառն տեղեն ով էր գնալու սահման պահ, մոռացել եք ժողովուրդ ջան, իսկ հիմա իմանանք, Արշակ Կարապետյանը, որին հիմա դատում եք, որովհետև հանցագործություն է կատարել, ինչպես նրան հաջողվեց Հայաստանից գնալ, անմիջապես չի գնացել ժողովուրդ ջան, այդ դեպքերից հետո, երբ որ քննությունը պարզել է, որ Արշակ Կարապետյանի մեղքով են հետ քաշել մեր դիրքերը ու Ադրբեջանը առաջ է եկել, ինչպես նախաքննությունն է պարզել, ինչ է տեղի ունեցել Արշակ Կարապետյանի հետ։ Արշակ Կարապետյանը ապրիլի 13-ից հուլիսի 20-ը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր։ Այսինքն, մայիսի 17-ից հետո շարունակել է մինչև հուլիսի 20-ը պաշտոնավարել։ Բա դրանից հետո ինչ է եղել։
Երբ որ պարզել են, որ իր հրամանով է դա եղել, ինչ կապ ունի բանավոր թե գրավոր, չէիք պարզելու հանգամանքները, այդ ոնց այդ դիրքերը հանձնեցին, պետք է ասեն մենք մեղավոր չենք, ինքն է ասել։ Դրանից հետո դաժան ձևի պատժել են Արշակ Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանից բանակը պրծներ, այսինքն հուլիսի 20-ից հետո Արշակ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այ մարդ, դուք էս ինչ ձևի եք պատժում, ոչնչացրել եք այդ մարդուն։ Իսկ դրանից հետո դիրքերը հանձնող Արշակ Կարապետյանին 2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պաշտպանության նախարար։ Ժողովուրդ, այս մարդիկ են քրեական գործ հարուցում։ Այդ որ պետք է հարուցեին, այդ լավ է, բայց հիմա պետք է հարուցեիք։ Այդ մարդուն պաշտոններ տալուց հետո, խրախուսելուց հետո, որ դիրքերը հանձնել է։ Իսկ հիմա ոնց եք ապացուցելու, որ բանավոր ինքնահարանք տվել, եթե դուք դրանից հետո իրան պաշտոնը բարձրացրել եք 2 անգամ։ Ոնց եք դա բացատրելու։ Եվ հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր տալի հարցրեցին, Արշակ Կարապետյանին ինչի նշանակեցիր պաշտպանության նախարար։ Դե ասում է դա արեցի, որովհետև ինքը Մոսկվայի հետ լավ կապեր ուներ։ Ուզում էի Մոսկվային հաճոյանամ, ասուլիսի ժամանակ ասել, պաշտոնապես հայտարարել։ Հենց այնպես մասնավոր միտեղ խոսակցություն չի եղել, մեկն էլ ականջի ծայրով լսելա։ Այսինքն 2020 թվին Արցախի հետ կապված տեղի ունեցածից հետո, երբ որ կանգնում Պուտինն ասում է ինձանից ինչ եք ուզում, Արցախը աշխարհը ճանաչում է Ադրբեջանի կազմում, դրանից հետո դու Արշակ Կարապետյանին նշանակում ես նախարար, որպեսզի հաճոյանաս Պուտինին, որ այս մարդը լավ կապեր ունի Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, գլխավոր հետախուզական վարչության հատկապես գրույի հետ։ Քանի որ ինքն էլ Հայաստանում եղել էր հետախուզության պետը, գլխավոր շտաբի, դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ նրան մեղադրում էին քարոզիա պատերազմի ժամանակ, որին գործից հանել էին։ Լավ, կանչեցիր, որովհետև Ռուսաստանին հաճոյացար նրա ցանկությունը կատարել, բայց այսօր, երբ որ այդ ամեն ինչը հայտարարել ես, թողել ես առոք-փառոք գնա, ընդեղից քաղաքական գործունեությամբ զբաղվի, ու երբ որ այսօր ասում ես, սկսել ենք քրեական գործ հարուցենք, այս հարցերը, որի մասին ես հիմա ասեցի, հասարակությունը չի տալու, որ պահին իմացար, որ դիրքերը հանձնելու հրամանը թեկուզ բանավոր տվել է Արշակ Կարապետյանը, եւ ինչ ձևով դու վարվեցիր նրա հետ։ Դու խրախուսեցիր դիրքերը հանձնելը։ Բարդ բան եմ ասում ես։ Այս ամեն ինչի ինչ որ կարդացի, քրեական հոդվածի հետ կապված նկարագրությունը եւ Արշակ Կարապետյանի կենսագրությունը, բաց աղբյուրներից է, չէ՞։ Դուք էլ կարող եք, չէ՞, վերցնել ու նայել, թե ինչ է կատարվում։ Սա է ժողովուրդ ջան։ Այ երբ որ այս ամեն ինչի հետ կապված չեն հավատ, այսինքն Հայաստանի տարածքները հանձնելու հարցում դու խրախուսում ես մեկին, որը Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ուներ։ Քեզ դա պետք էր հաճոյանալ Ռուսաստանին։ Քեզ համար արդեն Հայաստանի տարածքը էական չէր։ Իսկ հարցածագում ինչի էր Ռուսաստանին հաճոյանում։ Բա ոնց որ թե հեղափոխություն է իրարել, որ Ռուսաստանի տարանջատվեց։ Ինչ պատահեց բա։ Հիմա էլ նորից էլի կռվի մեջ են ենք Սերժ Սարգսյանի հետ, բա մենք հեղափոխություն ենք արել, մերժել ենք Սերժին, ժողովուրդն արել այդ հեղափոխությունը, քեզ մերժել է ժողովուրդը։ Այո, մենք գիտենք, որ ժողովուրդը հեղափոխություն արել։ Ով է դրանում կասկածում։ Ժողովուրդը մենակ Սերժին չի մերժել։ Ժողովուրդը 20 տարվա խոպանչիների իշխանությունն է մերժել։ Նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանի այդ ժամանակ իշխանության չէր, բոլորին միասին է մերժել, որտեղ 20 տարի այդ համակարգի մեջ էր մեր ժողովուրդը, եւ միայն Հայաստանի ժողովուրդը չի մերժել։ Աշխարհասփյուր հայությունը փողոց էին լցվել, տոնախմբություն էր, որ Սերժ Սարգսյանից վերջապես Հայաստանը ազատվեց։
Այո, ժողովուրդը հեղափոխություն այլ է, բայց հեղափոխություն տեղի չի ունեցել, որտեղ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես վերջերս հայտարարեց, բա գիտեք ժողովուրդ ջան, մի աչքալուսանք արեց, մինչև 2025 թվականը Հայաստանը ֆորպոստն էր Ռուսաստանի, շարունակել է մնալ ֆորպոստ, մինչև Արցախի թոգը մեր վզից չհանեցինք, ֆորպոստի կարգավիճակից չազատվեցինք վերջապես, հիմա մենք անկախ ենք։ Մարդիկ ասում, բա դու երբ ես մեզ ասել, որ Հայաստանը ֆորպոստ էր։ Հեղափոխությունից հետո ասել ես, բա ասում էր վերջապես պրծանք։ Այսինքն, բա դու երբ ես ասել, որ ժողովուրդ ջան, այդ որ դուք հեղափոխություն արել եք, Սերժին փոխել եք Նիկոլով, ֆորպոստի կարգավիճակից մենք չենք հրաժարվել։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Պուտինի ոտերն անգի ասել է Հայաստանը ինձանից լավ քեզ ծառայող չի լինի, կզեմ ուղիղ այնքան, ինչքան հնարավոր չի, որ որևէ մեկը կզի։ Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը հայտնի բաներ են, չէ։ Եթե դա այդպես չի, դու ասում ես, ես 5 տարի դեռ Հայաստանը ֆորպոստ էր, հեղափոխություն անող ժողովուրդը 5 տարի առաջ գիտեր դրա մասին։ Հեղափոխության հաջորդ տարին գիտեր, նրա մյուս տարին գիտեր, դու պարզապես հետադարձ հայացք գցեցիր, ասի ժողովուրդ ջան, Արցախը հանձնելը, որպեսզի հաղթանակ ներկայացնես պարտությունը, ասիր Հայաստանը ֆորպոստային կարգավիճակից դուրս է եկել։ Մարդիկ էլ տրամաբանության դասերը գնացել են, չէ՞ դպրոցում։ Դա արտահայտված է բոլոր առարկաների մեջ։ Հարց են տալի, բա եթե դու Արցախը հանձնելու գնով, ազատագրված տարածքները հանձնելու գնով, 4000 զոհի գնով վերջապես ազատվել ես Ռուսաստանից, բան չես կանգնում, ասեմ, Ռուսաստանը եղբայրական պետություն է, ես մեծ հաճույքով շփվում եմ Պուտինի հետ, շատ բարձր եմ գնահատում հայ-ռուսական հարաբերությունները եւ նույնիսկ Տրամպի խաղաղության գործընթացը, որ Վաշինգտոնում պայմանավորվեցինք, նպաստել է, որպեսզի մենք Ռուսաստանի հետ ավելի սերտացնենք հարաբերությունը։ Այսինքն հազարավոր զոհերի գնով անջատվում ես ֆորպոստից, որից հետո նրան համարում ես եղբայր ու նրա հետ հարաբերությունը լավացնելը առանձնահատուկ կարևորում ես։ Դա լոգիկայի մեջ տեղավորվում է։ Դե սա է ժողովուրդ ջան։ Այնպես որ մենք այս հարցերին էլի կանրադառնանք, որտեղ շատ հետաքրքիր զարգացումներ է սրանք։ Թե ոնց եղավ, որ Ռուսաստանի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի կադրին պաշտպանության նախարար էր նշանակում։ Ոնց է, որ հազարավոր զոհերով, իսկ ով չգիտի, որ ֆորպոստի կառավարիչ դու չէիր լինի 5 տարի, եթե ֆորպոստի տիրակալը դա համաձայն չլներ քեզ։ Եթե ինքը քու կզածի չափը շորի մետրով չչափեր, տեսներ գետնից ինչքան է բարձր, այդքանից ցածր ոչ մեկը չի կարա ճկվի, ուրեմն նորմալ է, հարմար է շատ։ Ոնց կարող էր դու լինեիր ֆորպոստի կառավարիչ։ Ենթադրենք համարենք, որ դու Ռուսաստանի հետ չհամաձայնեցված ես եկել։ Այդ հեքիաթին հավատացինք։ Դու եկել ես ժողովրդի կողմից, բայց անմիջապես թրջկոտել ես Ռուսաստան, ասել ես ժողովուրդն է ինձ բերե, բայց ես եկել եմ քու ոտերն եմ ընկել, հանկարծ չխաբվես։ Այ ես ժողովրդի աջակցությունն ունեմ ու դրա համար ես կարամ քեզ հավատարմության երդում տամ, ունենալով հանրային վստահություն։ Իսկ այդ հանրությունը գիտեր, որ դու շարունակում ես մնաս ֆորպոստի կառավարիչ եւ շատ հարմար ես Ռուսաստանի համար։ Այս սա է կարևոր։ Արխիվում ընտրություններ են, հերթական խաբեություններն եք, չէ՞ բերելու։ Հիմա տեսնենք աշխարհում ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի վրա։ ԱՄՆ նախագահի խոսքով ԱՄՆ-ն այժմ զենքի վաճառքից գումար է ստանում ՆԱՏՕ-ի միջոցով։ Երկիրը եւ Դաշինքն այս մեխանիզմը գործարկել են ամռանը։ Սա արդեն որերորդ անգամ է։ Ինքը ասում ցույց տալու համար ի վերջո այս մարդը բիզնեսմենի հոգեբանությունը մեջից դուրս չի եկել։ Հասարակության ուզում ասի մենք օգուտով ենք անում, ժողովուրդ ջան, մենք այս գործարքի մեջ հաղթել ենք։ Շատ բաներ ինքը տուժում է իր վարած քաղաքականության պատճառով, անգամ երկրին վնաս հասցնում, ֆինանսական վնաս հասցնում, շատ ավելի ազդեցության պայքարի հարցում վնաս հասցնում, Ամերիկայի կշռին, բայց չէ ժողովուրդ ջան, մենք կրած ենք, էլի մենք հաղթել ենք, որ Ուկրաինայի մենք ընդհակառակը օգտվում ենք։ Փող ենք աշխատում, այսինքն այդ պատերազմը, որի պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգներն եղել է երաշխավոր 1994 թվականի դեկտեմբերի 5-ի Բուդապեշտի մեմորանդումով, որ իր հեղինակության հարցն է, որ դու Ուկրաինային երաշխավորել ես, որ ես տեր եմ
միջուկային զենքը տուր Ռուսաստանին, տալուց հետո Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա, պատիվդ պետք է փրկես, որ Ուկրաինային օգնես, որ աշխարհը հասկանա դու քո արժանապատվության համար ոչինչ չես խնայի։ Բայց այսօր ասես չէ, ժողովուրդ ջան, արժանապատվությունը բանը փողով է չափվում։ Եթե Ուկրաինայի վրա կարող ենք զենք ծախենք, ինչի չծախենք, որ սա պատիվ չի բերում, անկեղծորեն ասեմ։ Թեպետ ՆԱՏՕ-ի անդամ երկրները եթե այդ զենքը առնում են, թեպետ եթե այդ ամեն ինչը հասնում է Ուկրաինային եւ նրանք կարողանում են պատերազմը շարունակել, միանգամայն գոհացուցիչ է, բայց այս արդարացումը, որ ես այդ գործարքից օգտվում եմ, ժողովուրդ ջան, հարգելի հարկատուներ, ոչ թե միայն չենք ծախսում, այլ մենք օգտվում ենք։ Նորից եմ ասում, այդ աթոռին նստողը պետք է մոռանա, որ ինքը երբևիցե բիզնեսմեն է եղել։ Բիզնեսմենի հոգեբանությամբ երկիր չեն կառավարում։ Կարող է բիզնեսմենը թուրի մացաբար դառնա նախագահ, բայց դա չի կարա բիզնեսմենի հոգեբանությամբ ղեկավարել, որովհետև երկիրը հիմնարկ չի, բիզնես օբյեկտ չի։ Պետք չի ժողովրդին արդարացնել, որ մենք բանը այն մեր պատիվը փրկելու համար մենք փող ենք աշխատում։ Ավելի լավ է չասես, բոլորը գիտեն, չէ՞ որ դու արդեն զենքը չես ծախում։ Ինչի բանը ծախում ես, փող չես տալի։ Հրաշալի գիտեն բյուջեի վիճակն է, գիտեն ամեն ինչն է։ Ինչ կարիք կա, որ դու դրա մեջ ցույց տաս, թե ինչն է քեզ համար կարևոր։ Ամերիկայի դիրքը, թե տեսեք ժողովուրդ ջան։ Իսկ այս ժողովուրդը, եթե Ուկրաինային ասենք այդ զենքը դու փողով էլ տայիր, մի քանի միլիարդի պատմություն չէր։ Այդ մի քանի տարվա մեջ ամբողջը մի 100 միլիարդի մասին չէր խոսքը։ Այս գործարքների, մաքսատուրքերի, չգիտես ինչերի պարագաներում, որ տենց է չհաջողվեց արտաքին պարտքը պակասացնել, 1 տրիլիոնով ավելացավ, այդ 100 միլիարդը մի քանի տարվա մեջ տվածը, Ուկրաինային ենթադրենք մի տասնյակ միլիարդ տալը, այդքան սկզբունքային էր, որ հիմա ներկայացել ժողովուրդ ջան հաղթել ենք։ Դրա համար եմ ասում, հերթական անգամ սա ասելը, դա նշանակում է ուրիշ ասելիք ուղղակի չունի։ Հետո Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն այլևս չի սպառնում համաշխարհային պատերազմով։ Եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը երբեք չէր լինի։ Իսկ եթե ես չլինեի նախագահ, այդ պատերազմը կարող էր հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չունենա, ասել է Տրամպը։ Նախ այդ որ ասում է դա տեղի չունենա, ինքը ընդամենը մի քանի տարի հետո գնալու է։ Բայց պատերազմը շուտ չավարտվի ու հետո նորից 3-րդ համաշխարհային պատերազմ լինի, որովհետև Իրանից հետո ինքը չի գալու։ Այսինքն դա ասելու իմաստը ո՞րն է։ Հալա որորդ անգամ ասում է, թե ես ելնեի պատերազմ չելնի, ոչ մեկը դրան չի հավատում։ Իհարկե, բացի դրանից էլ, բայց եթե խոսքը վերաբերի, բայց ով է ասում, որ 3-րդ համաշխարհային պատերազմն էր սկսելու։ 3 տարի պատերազմը սկսել էր, մնում էր 4-րդ տարում լներ, այսինքն որևէ նախադրյալ կար համաշխարհային պատերազմի այն մյուս կողմը ով էր։ Այդ չենք ուզում նայենք, ով էր այն մյուս կողմը։ Ռուսաստանը, անգամ Հյուսիսային Կորեան շատ զգուշավորությամբ օգնում է Ռուսաստանին, բայց Հյուսիսային Կորեայի օգնությունն այնքան է, որ դա համարվի համաշխարհային պատերազմ։ Այն մյուս կողմը հավաքական արևմուտքն է, այս կողմը մենակ Ռուսաստանը, ինչ համաշխարհային պատերազմ։ Իսկ հիմա նայենք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչ է ասում։ Արդեն Ռուսաստանը Սերգեյ Լավրովը մեղայականով է հանդես գալիս։ Այս այն Լավրովն էր, որ Բուդապեշտի հանդիպումից առաջ ասում էր, մեր պայմանները չկատարվեն, իմաստը որն է հանդիպենք։ Հիմա ականջը քաշեցին, վզակոթին էլ մի հատ տվեցին, այդ ամեն ինչը բոլորը գիտեն, իրան թվում է մենակ ինքը գիտի, բայց դες բանը ոնց չեն իմանա։ Հիմա արդեն ինչ է ասում բանը Լավրովը։ Մենք պատրաստ ենք մեր ամերիկացի գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների միջև նրանց առաջարկած գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերսկսման հարցը։ Նրանց առաջարկած, որտեղ Տրամպն ասեց, էլ ինչ իմաստունի հանդիպենք, եթե պայմանը չեք փոխում։ Ընդհանրապես վերջերս էին ասում, բա մենք սպասում ենք, որ Տրամպը հաստատի Անկորիջում Ալյասկայում օգոստոսի 15-ի հանդիպման մեր պայմանավորվածությունները։ Հիմա բա այդ ինչ չեք սպասում, որ հաստատի։ Արդեն ընկել եք ոտերը Տրամպի։ Գլխին գա, որ Տրամպը դուրս է եկել այդ վիճակից։ Ուրեմն ինչ է ասում։ Եթե եւ երբ մեր ամերիկացի գործընկերները թարմացնեն իրենց առաջարկը, այսինքն կրկնելու մասին չի խոսքը, եւ պատրաստ լինեն սկսել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի այն իսկապես հաջող լինի, ասել է Լավրովը։ Հիմա վերջապես
Դոնալդ Տրամպը կհասկանա, որ ամերիկացիք են հասկացել, որ Դոնալդ Տրամպի խաբել չեն կարող։ Գոնե վախը մեջից դուրս կգա այդ մարդու։ Հիմա տեսարք ու սանկցիաների ինչ արդյունք տվեցին։ Բա հեգնում էին, ասում էին սանկցիաները կիրառում ոչ մի ազդեցություն չի ունենա։ Բա Տրամպն էլ ասեց 6 ամիս հետո կտեսնենք։ Ինչի 6 ամիսը մի չենք տեսնում։ Այն որ նավթի հետ կապված սանկցիաները Ռուսաստանին ծնկի ա բերում չենք տեսնում։ Երկու կողմի հարվածներ ա, արտաքին եւ ներքին։ Դրսից հարվածում ա Տրամպը, ասում ա մի ստացեք ռուսական նավթ։ Ներսից հարվածում ա Ուկրաինան։ Նավթի օբյեկտների, նավթավերամշակման, չգիտեք ինչ ա կատարվում։ Ռուսաստանը քանի կիլոմետր էլ առաջ կա, ինքը մեկը ամբողջ Ուկրաինան գրավել չի կարող, բայց իր թիկունքում շարքից հանում են։ Ենթադրեք մի 2 կիլոմետր առաջ եկար ու ասեցիր Դոնբասը վերցրել եմ, Դոնբասով համաձայն եմ խաղաղության։ Ուկրաինան ասում է ես համաձայն չեմ, ինչ ես անելու։ Համաձայն չեմ։ Դու սարի։ Ինչ ես անելու։ Չեմ ընդունում են փաստացին ինչը որ դու վերցրել ես։ Ինչ ես անելու։ Վերականգնելու ես քո նավթավերամշակման գործարանները, սանկցիաների հարցը լուծելու ես։ Այսինքն ուզում ասեմ, որ Ռուսաստանը արդեն հասկացել է, որ Տրամպը էլ չի խաբվելու։ Մնում է Տրամպը հասկանա, որ ինքը չպետք է խաբվի։ Թայլանդի վարչապետը հրամայել է անհապաղ կասեցնել Կամբոջայի հետ խաղաղության հռչակագիրը հակահետևակային ականի պայթյունից 2 թայլանդցի զինվորների մահվան պատճառով։ Այն ինչին մենք ձգտում էինք, հիմա պետք է հետաձգվի, մինչև հստակություն ապահովի։ Տեղի ունեցածը հստակ ցույց է տալիս, որ մեր երկրի անվտանգության նկատմամբ թշնամանքը չի նվազել։ Հետևաբար հետագա բոլոր գործողությունները պետք է կասեցվեն, հայտարարել է Թայլանդի վարչապետը։ Այս կապակցությամբ Թայլանդի կառավարության խոսնակը նշել է, որ նոյեմբերի 12-ին նախատեսված Կամբոջայի ռազմագերիների ազատ արձակումը նույնպես կդադարեցվի, ինչը հատուկ դրան ուշադրություն դարձրեցի, որովհետև սա այն էր, որ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի ներկայությամբ ASEAN-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում Կամբոջայի վարչապետը եւ Թայլանդի վարչապետը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում ուրվագծվում էին երկու երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը։ Երկու կողմերն էլ ընդգծել են իրենց հանձնառությունը նպաստելու լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը եւ փոխշահավետ հարաբերությունների։ Իհարկե, սա է ասի նրա համար, որ շատ-շատերը, երբ որ Դոնալդ Տրամպն ասում է 8 ամսում 8 պատերազմ դադարեցրեցի եւ այլ, դա այդքան էլ այդպես չի, որովհետեւ որևէ նախադրյալ պայմանավորված չի Դոնալդ Տրամպի քայլերով, եթե Հնդկաստանն ու Պակիստանը իրար վրա հարձակում գործեն։ Կամ էլ որևէ նախադրյալ, որ հիմա Թայլանդը եւ Կամբոջան համաձայնության կան։ Սա ուղղակի այն միամիտների համար, որ մտածում են, որ Դոնալդ Տրամպի խոսքը բավարար է, որ մեր մոտ տիրի խաղաղություն։ Իրավիճակի փոփոխության պատճառով մենք չգիտենք ինքը իր խոսքը բավարար է թե չէ, կամ ինքը առանձնապես շատ կհուզվի, որ իր խոսքը չհարգվի թե չէ։ Նոբելյան մրցանակի հարցես տարում էլ չկա, իսկ եկող տարի Նոբելյան մրցանակի մասին միայն խոսք կարող է լինել, եթե ուկրաինական պատերազմը դադարեցվի եւ ուկրաինական պատերազմի դեպքում աշխարհում խաղաղությունը տիրի արդարության սկզբունքի հիման վրա։ Եթե գոնե կարելի է աշխարհակաղակական իրավիճակում արդարությունից խոսել, համենայն դեպս գոնե եթե թույլ է իրավունքը հարգող Ամերիկան, իրավունք կունենա մտածել, որ ինքը ճիշտ ձևով արբիտրի ֆունկցիա կատարեց, որի դեպքում իսկապես արժանի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը խոստովանել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային համարում է շատ ուժեղ առաջնորդ եւ կոշտ տղա։ Իդեպ այս ուժեղ առաջնորդ կոշտ տղաբան երևի միացած շաբլոն, ազգանունը հանում են ուրիշինն են գրում։ Երկու ձև կա։ Եթե որևէ մեկի ասածը Դոնալդ Տրամպին դուր չի գալի, նա հիմար է, եթե ինքը դուր է գալիս, նա կոշտ տղա է, լավ առաջնորդ է եւ այլ եւ այլ։ Այսինքն սա առաջի դեպք չի, որ մենք այս գնահատականը ստանում ենք այն էլ մի մարդու հետ կապված, որի կենսագրությունն այնպիսին էր, էլ հետախուզում հայտարարել, ահաբեկիչ համարել եւ այլ եւ այլ։ Տրամպը հավելել է, որ չնայած Սիրիայի նախագահի կոշտությանը նրանք լավ են շփվում։ Ավելի ապշեցուցիչ բան չեմ պատկերացնում, որ իր կաբինետում Տրամպը նշում է, որ Սիրիայի նախագահը կոշտ է, ինքը, բայց ընկեր դու ես այդ կաբինետի տերը, աշխարհի տերը, ով է Սիրիայի նախագահը։ Այսինքն ում ես համոզում, որ այդ կոշտ տղու հետ տեսակ ինչ բանակցություն վարեցի։
Ամբողջ աշխարհը գիտի այդ կոշտ տղենով է։ Քո շնորհիվ է, որ նա այսօր քայլում է փողոցում։ Մենք ցանկանում ենք, որ Սիրիան դառնա մի երկիր, որն իրական հաջողություն կունենա, եւ ես կարծում եմ, որ այս առաջնորդը կարող է դա անել։ Ճիշտ է, ես իսկապես այդպես եմ կարծում, նա կարող է դա անել, դա իհարկե հաշվի առնում է ծանր անցած ճանապարհը, որը հենց նպաստում է, որ ինքը ճիշտ վարվի։ Այսինքն, որ ինքը ահաբեկիչ չի եղել, դա օգնում է, որ ինքը լավ երկիր կառավարի։ Չգիտեմ այդ պարզաբանումը ինչի համար էր, բայց ինչն է նաև մեզ ավելի շատ մտահոգում։ Հարցը մենակ այն չի, որ Սիրիայի իրավիճակը ոնց է, ինչ է։ Այնպես չի, որ Ասադի ժամանակ լավ էր վիճակը, նա էլ Ռուսաստանի ազդեցության տակ ու Իրանի չէին թողում, որ պետությունը կայանա։ Ուրիշ հարց է։ Սիրիայի Տրամպը ընդունում է, որ Թուրքիան վերցրեց Սիրիան։ Ինքը ողջունեց, ինքը շնորհավորեց Թուրքիային, որ հալալա քեզ 2000 տարում ոչ մեկը չէր կարող դու արեցիր։ Իսկ դա մեզ համար մտահոգիչ է, որ Դոնալդ Տրամպը Թուրքիայի դերակատարությունը այդքան մեծացրած է պատկերացնում։ Տեղից էլ Թուրքիան մեծ հավակնություններ ունի մեր տարածքների նկատմամբ եւ իր թուրան ստեղծելու հետ կապված։ Ուր մնաց, որ մի հատ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները նրան թևեր տա, ասի շատ լավ է, այդ որ դու գնացիր 11 օրում գրավեցիր, դա ողջունելի է, մանավանդ որ Տրամպն ասում է, որ ուժեղ մարդկանց ինքը շատ է հարգում։ Բայց գոնե դրանից հետո այդ Թուրքիան, որի հետ կապված որ գոնե նման զիջումների ես գնացել, իսկ Թուրքիայի արտգործնախարարն էլ եկել այդ հանդիպմանը խառնվում էր, իր Թուրքիայի տեսակետն էր հայտնում Ամերիկա-Սիրիա փոխհարաբերակցության հարցում, Հիմա գոնե այդ հարցում հաջողության հասնել։ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հանդիպումից հետո ասվում է. Վաշինգտոնը կոչ է արել Անկարային դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների գնումը։ Միացյալ Նահանգները ընդգծել է նախագահ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ դնելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Այսինքն գոնե հասնի դրան, որ Թուրքիան այնպիսի նվեր, ինչպիսին արեց Դոնալդ Տրամպը Սիրիայի տեսքով, գոնե դրանից հետո Թուրքիան իրան ճիշտ պահի չգնի իրան բիզնեսի հետևից եւ մտածի, որ իր շահերից չի բխում ռուսական նավթից հրաժարվելը։ Դա խնդիր է առաջացնում, բայց դեպքում Սիրիայում ինչի է զիջում Դոնալդ Տրամպը։ Չինաստանից եւ Հնդկաստանից հետո Թուրքիան ռուսական նավթի 3-րդ խոշորագույն գնորդն է։ Բլումբերգի տվյալներով այն օրական ներմուծում է մոտ 300,000 բարել։ Թուրքիան նաև Գազպրոմից գնում է մոտ 22 միլիարդ խորանարդ մետր գազ, որը հանրապետություն է մատակարարում կապույտ հոսք եւ թուրքական հոսք խողովակաշարերով։ Չի կարող այնպես լինել, որ համ Էրդողանը այս բիզնես պրոյեկտի հետ կապված ասի ինչի պետք է տուժեմ, համ քաղաքական առումով նվեր ստանա Սիրիայի տեսքով։ Այդպես չի լինում։ Դոնալդ Տրամպը պետք է մի հատ իրան ցույց տա, որ գոնե բիզնեսմեն Տրամպի հետ բիզնեսը առաջ մի տանի, էլի դա չի լինի տենց։ Գոնե այդ հարցը լուծվի, որովհետև գոնե Ռուսաստանի հետ կապված կարողանա Թուրքիային մի կողմ քաշել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հերթական անգամ հավաստիացրել է, որ ամերիկյան կառավարությունը չի խոչընդոտի չինացի ուսանողների ժամանմանը Միացյալ Նահանգներում սովորելու համար։ Ես ուզում եմ լեզու գտնել աշխարհի հետ, հայտարարել է Տրամպն ի պատասխան այս արտահայտության հաղորդավարուին նշել է, որ չինացիները ֆրանսիացիներ չեն, պնդելով, որ Չինաստանի իշխանությունները հետևում են եւ գողանում են ԱՄՆ-ի մտավոր սեփականությունը։ Եվ ինչա պատասխանում Տրամպը, եւ դուք կարծում եք, որ ֆրանսիացիներն ավելի լավն են, իսկապես։ Ես կասեի, որ այդքան էլ վստահ չեմ, մենք շատ խնդիրներ ունենք ֆրանսիացիների հետ։ Նրանք անարդարացիորեն հարկել են մեր տեխնոլոգիական արտադրանքը։ Նրանք 25% հարկ են սահմանել ամերիկյան արտադրանքի վրա, պատասխանել է Տրամպը։ Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, բոլորը վատ վերաբերմունք ունեն Միացյալ Նահանգների նկատմամբ։ Շատ դաշնակիցներ շատ ավելի շատ են օգտվել Միացյալ Նահանգների հետ առևտրից, քան Չինաստանը։ Իհարկե շատ զարմանալի է, Դոնալդ Տրամպը ընդամենը մի քանի ամիս առաջ, ոնց որ հիշողություններից վատ չենք, ուզում էր այդ կոմունիստական Չինաստանը վերացնի։ Անգամ պատրաստ էր համագործակցել բոլորի հետ։ Եվրոպայից հետ քաշվել, ասում եմ, մեզ օվկիանոսա բաժանում շատ ծախսեր չանենք, որովհետև Չինաստանը մեր հիմնական թիրախն է։
Ռուսաստանին մեզանով անենք, որ Չինաստանին մեկուսացնենք եւ այլ եւ այլ։ Հիմա հասկանալով, որ այդ ծրագիրը չաշխատեց, ոնց որ թե ճիշտ ուղու վրա է։ Բայց երբ որ արդեն ճիշտ ուղու վրա է, այն արգելակը չի կարող քաշի։ Կամ Չնամիա պետք է սպանենք, կամ եկեք ԶԱԳՍ ընկնենք։ Ժողովուրդ ջան, լավ ենթադրենք Չինաստանի հետ ուզում ես լավանաս, լավացի ուրախ ենք, ամեն օր ողջունում ենք։ Ինչ ես հակադրում Ֆրանսիայի հետ։ Ամբողջ աշխարհը Ամերիկային թալանել է։ Ամբողջ աշխարհը Ամերիկային թալանել է, Ամերիկան ամենահարուստ երկիրն է։ Այն որ թվաբանությամբ է դա այդպես։ Ինչից ելնելով ամենահարուստ երկիրը։ Եթե ամբողջ աշխարհը թալանել է, լավ ինչքան կարելի է այդ բանն ասել։ Էլի Չինաստանի հետ լավ եղի, բայց արդեն հակադրում ես հիմա Եվրոպայի հետ, Ֆրանսիայի հետ։ ԱՄՆ սենատում ռեկորդային տևողությամբ շատ դա ունիվերս դնելու օրինագիծն անհրաժեշտ աջակցություն է հայտնել, այժմ պետք է ընդունվի ներկայացուցիչների պալատի կողմից, դա էլ արագ անելուց հետո Դոնալդ Տրամփը կստորագրի եւ վերջապես ռեկորդային այդպիսի օրերի քանակությամբ, դե հոկտեմբերի 1-ից է, մի քանի էլ կանցնի միջև ընդունեն 40 քանի օր կլինի, վերջապես սա դաս կլի, որ այդ հարցը կարողանան սկզբունքորեն լուծեն, էլի, որ Միացյալ Նահանգները այդպիսի փաստի առաջ չկանգնացնեն։ Իսկ հիմա նայենք Եվրոպական հանձնաժողովը ստեղծում են նոր հետախուզական ստորաբաժանում նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ։ ԵՄ երկրների ազգային հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվությունն ավելի լավ համակարգելու համար։ Նորման մարմինը կհավաքագրի աշխատակիցներ Եվրամիության հետախուզական գործակալություններից եւ կհավաքագրի տվյալներ ընդհանուր նպատակների համար։ Այնուամենայնիվ Ֆրանսիա եւ Հունգարիան դեմ են այս նախաձեռնությանը, վախենալով արտահոսքից եւ տեղեկատվության նկատմամբ վերահսկողության կորուստից։ Համաձայնության կգան թե չէ, այս հարցի անհրաժեշտությունը Եվրամիությունը տնտեսական կառույց է, եկել լավ հասկանում ենք ու քաղաքական կառույց առաջ երթին, եթե քաղաքական նորմերին չես համապատասխանում տնտեսական տիրույթի անդամ լինել չես կարող, բայց եւ միևնույն ժամանակ եթե իրանք այսքան կարեւորում են այդ հարցը, դա շատ կարեւոր է, թե ինչքան է իրանց համար կարեւոր Եվրոպայի հետ կապված անվտանգային խնդիրներ լուծել, հետախուզական աշխատանքներին լավ ծանոթանալ եւ այլ եւ այլ։ Սա հետեւողական աշխատանք է, անգամ արդյունքը ինչ արագությամբ կլինի, միայն այս կարգի մտադրությունը շատ օգտակար ճանապարհի վրա է։ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածաշրջանության մեջ ասվում է, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 3-ին Դաշինքի կենտրոնակայանում։ Ծրագիրը վերջնական մշակման փուլում է։ Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Այնպես որ հիմա այդ ամեն ինչն էլ նաև նայենք, որ շատ օգտակար ձևով Ուկրաինայի հետ կապված իրանք քայլերը անում են եւ դա շատ կարեւոր է, որ տեսնում ենք նաև Ռուսաստանի վիճակը, տեսնում ենք նաև Ռուսաստանը ոնց է այդ պատերազմի մեջ խրվել եւ այս վիճակում, երբ որ նայում ենք, որ Հայաստանում նորից կռիվ է գնում Ռուսաստանի շահերը սպասարկելու համար եւ դա է շատ վատ, որ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան լավ ոնց է արձագանքել, այս նրանով է պատասխանելու։ Մի հատ իմանանք էլի հարց Տարեսեն Զախարովային։ Վերջին ժամանակներս Հայաստանում ակնհայտորեն 2026 թվականի հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ավելի ու ավելի շատ են քննարկում իբրև թե Երևանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի մասին։ Ինչպես դա կմեկնաբանեք։ Պատասխանում է Զախարովան։ Իրոք մենք արձանագրել ենք ինչպես փորձագետների, այնպես էլ հայ պաշտոնյաների, դրանց թվում օրինակ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի մի շարք նմանատիպ հայտարարություն էին։ Հիշեցնեմ, որ հիբրիդային պատերազմներ հասկացությունը հորինել են գործնականում կիրառել են ամերիկացի ռազմական տեսաբանները։ Այս մոտեցումը մեզ համար օտար է, մենք միշտ հարգել ենք եւ կշարունակենք հարգել յուրաքանչյուր ազգի ինքնիշխան ընտրությունը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարություններն արվում են հանրապետությունը մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին, կարծես հետևելով այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ Մոլդովայում։ Այսինքն Զախարովան ուղղակիորեն մերժում այն, որ իրանք մասնակցում են այդ հիբրիդային պատերազմ են վարում, որովհետև առնվազն տարօրինակ է մտածել, որ Զախարովան կամ էլ թե չէ Սալավյովը կամ Սկաբեևան Հայաստանում
փորձում են իշխանություն փոխել, եթե Ռուսաստանը տոտալիտար երկիր է, որոշում կայացնողը Պուտինն է, իսկ Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանն ասել է որևէ խնդիր չունի, եւ Պուտինը Հայաստանում Նիկոլ Փաշինյանից ավելի լավ տեխնազու ուղղակի երազել չի կարող։ Այդ պարագայում ով է ուզում Ռուսաստանից Հայաստանում իշխանություն փոխել։ Այն որ Հայաստանում կան ռուսամետ ուժեր, այդ բոլորս էլ գիտենք։ Բայց այդ ռուսամետ ուժերը ով է ասել, որ Ռուսաստանը նրանց օգնում է, որ իրանք ստեղ քայլեր անեն։ Իրանք իրանց կամքով պատրաստ են Հայաստանը Ռուսաստանի ոտի տակ գցել։ Դա նշանակում է, ինչա Քոչարյանին Ռուսաստանից փող էին տալու, որ ինքը ստեղ լրատվամիջոցներ աշխատացնի։ Այսինքն ինչու՞մ է երևալու Ռուսաստանի աջակցությունը։ Ռուսաստանը մի հատ հայտարարություն անում ավելի մեծ վնաս է տալիս։ Այնպես որ ուզեմ ասեմ, այս ամեն ինչի Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի։ Դու իսկապես գտնում ես, որ Ռուսաստանը ուզում է այստեղ քեզ փոխի։ Դու չգիտես, որ Պուտինը քեզանից լավ ոչ մեկին չի գտնելու։ Դու էլ գիտես, Պուտինն էլ գիտե, այս խաղը ինչի համար է, որ նորից ցույց տալ, թե իբր թե դու պայքարում ես ռուսամետ ուժերի դեմ։ Ռուսամետ ուժերին տվել անցել ես, գնացել ես Պուտինի ոտերն ընկել, նրանցից առաջ ընկած։ Այդ նրանք են ուզում մի քեզանից առաջ ընկնեն, չեն կարող։ Բայց դա չէ, արդյոք ով պետք է պատասխանի, որ մենք չենք խառնվում ձեր երկրում, ես ինչ խաղեր եք տալի։ Բայց շարունակությունը նայենք, մենակ այդ չի։ Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները, ինչպես խորհրդարանական խողովակներով, այնպես էլ համապատասխան նախարարությունների մինչև մեր առաջարկած խորհրդակցությունների միջոցով ներառյալ անհրաժեշտության դեպքում ռուս-հայաստանյան հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով։ Այսինքն եկեք նստենք, պարզենք, մենք դες ինչով ենք խանգարում։ Մենք պետք է Ռուսաստանի ազդեցության տակ չլինենք։ Մեզ խանգարում եք, բայց Փաշինյանին չեք խանգարում։ Փաշինյանին օգնում եք։ Իսկ հիմա շարունակությունը լայտել մի կողմ։ Ռուսաստանը միշտ եղել է մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը, Մոսկվան անհապաղ օգնություն է հասնում իր եղբայրական ժողովրդին։ Վերջին օրինակներից 2024 թվականի հունիսին ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից վնասված երկաթուղային գծերի վերականգնումը։ Այս տարվա նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպվեցին հնարավորինս կարճ ժամանակում Ադրբեջանով եւ Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային երթուղով։ Առաջին խմբականակը ժամանեց նոյեմբերի 6-ի գիշերը։ Ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր դարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի եւ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-22 թվականին ձեռք բերված համաձայնագրերի շնորհիվ։ Սրա պատասխանը ով է տալու։ Նիկոլ Փաշինյանը չուզում պատասխանի Զախարովային, որ ասի Տրամփն է ճանապարհը բացել, դուք չեք բացել։ Ինչի՞ չի ասում։ Բայց ինքը ասես Տրամփի շնորհիվ Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացանք, դրա համար չի կարող ասի։ Բայց դուք կանգնում ասպես Տրամփն է բացել, ասում մենք ենք բացել, Տրամփը չի բացել։ Հայ հասարակությունը չի վստահում Ռուսաստանի պաշտոնական կարծիքին, բայց Ռուսաստանի պաշտոնական կարծիքին ով պետք է իր տեղը ցույց տա։ Հայաստանից չեն ասելու, ոչ, ստում եք, դուք չեք բացել, նրանք են բացել։ Բայց նրանք էլ հատուկ անում են, չէ՞ որպեսզի ցույց տան, որ իրանք են արել։ Պատահական չի, չէ՞ որ Ալիևը կանգնեց ասեց բերը գալու է Հայաստանով, Հայաստանում էլ ասին մենք այդ մասին Ալիևից ենք իմացել, չենք իմացել, որ տենց բան կա։ Բա հարցը ցակում, բա դուք ինչի չէիք իմացել։ Բա որ Հայաստանը հանկարծ չընդուներ։ Ասել ես իշխաղեր եք տալ, ինչ եք Ադրբեջանով ուղարկում։ Ինչի էր Հայաստան Ալիևը վստահ որ Հայաստանը գրկաբաց ընդունելու է ու չի կասկածելու թե այս ինչ խաղեր է, եթե բացելու հետ կապված իր հետ համաձայնեցված չէր։ Իրանք հաճելիորեն զարմացել էին դրա հետ կապված։ Հիմա մյուս հարցն է, որ սենց բերում դեմ են տալի։ Այսօր ամբողջ օրը տարածում են, որ այդ եկածորենը երկրորդ կարգի չէր, չորրորդ կարգի էր։ Ինձ չի հետարքում երկրորդը թե չորրորդ, այսօր 4-ը, վաղը 2 կգա։ Հարցը դա չի։ Դա ինչ ճանապարհը եթե բացա, մենք այդ ենք քննարկում հավանական վտանգները Ադրբեջանով եկող։ Ինձ միշտ անհանգստացել է, որ Հայաստանի իշխանությունը չեն իմացել, որ ապրանքը գալիս է Ադրբեջանով։ Իրանք ընդհանրապես ողջունել են։
Դուք պատկերացնում եք, եթե ես ասենք ապրանք բերեի Ղազախստանից կամ Ռուսաստանից, իշխանության հետ որևէ կապ չունեմ, ամեն օր ինձ վերաբերմունքը գիտեք, բայց եթե մեկը ինձ ասեր Ադրբեջանով այդ ապրանքը գալու է Հայաստան, կասեի մի րոպե, անմիջապես կկապվեի կառավարության հետ, կասես ինչ խաղեր են տալի, դուք տեղյակ եք, որ այդ բեռը ուղարկում են Ադրբեջանով, ես ինքս մատակարարին կասեի, ինչ ես անում, լավ սպասի մի հատ ճշտենք Հայաստանի իշխանության հետ։ Հայաստանի իշխանությունն ասում է մենք տեղյակ չենք, մասնավորը բերում է, մենք էլ ուրախացել ենք, գնացել ենք վագոնի կողքը նկարվում ենք։ Բա մարդիկ է դրա համար են ասում, դուք խաբար եք, մեջի ինչա։ Կանգնում եք, գովում եք, խոսում եք, այսինքն մինչև ապրանքն եկել է հասել է, մինչև Ղազախստանից չեն ասել, դուք չեք իմացել, որ երկրորդ տեսակա, պետք է ասեք, որ դա կարող է անասնակել լինի, կարող է դրան օգտագործեն գարեջրի հետ կապված, կարող է օգտագործեն սպիրտի հետ կապված, համենայն դեպս դա ալուր չի դառնա եւ հաց չի դառնա։ Նույնիսկ դա դուք տեղյակ չեք։ Ինձ կոնկրետ անհանգստացնում է դա, որ դες բացարձակ բանի տեղ չեն դնում, որ բիզնեսմենը կարող է մի բան բերի, Հայաստանի իշխանությունները տեղյակ չլինի, Հայաստանի իշխանություններն ասում ենք տեղյակ չենք, ուրախ ենք, որ թույլ են տվել։ Ոնց։ Ալիևը չէր վստահ, որ դու ճանապարհի վրա չէիր կանգնացնելու, ասես ինչ խաղեր եք տալի։ Կարող է ասի ինչ է կատարվել այդ վագոնի հետ։ Կամ հարգելի մատակարար, առանց ինձ հետ հարցնելու, այս երկիրը թե չես հասկանում ինչա։ Փակ ճանապարհով դուք ո՞նց եք ապրանք ուղարկում։ Ինչի են իմացել, որ դուք տենց ոգևորվելու եք, ուրախանալու եք, որովհետև որոշողը իրանք են, Հայաստանի իշխանությունը չի։ Ռուսաստան Ադրբեջանի հետ որոշել է, Փաշինյանն ով է որ չուրախանար։ Բա դրա համար են դեմ տալի, ասում են վագոնի կողքը նկարվել է, իսկի չգիտես մեջը ինչա։ Բա այդ են ասում։ Սա է ավելի կարևոր, որ մինչև այսօր դուք չեք կարողանում պատասխանեք այդ հարցին, եթե ձեզ հետ չեն համաձայնացրել, ոնց են վագոնը բաց թողել դեպի Հայաստան, գնացքը, ոնց չեն անհանգստացել, որ դուք կարող է դա չընդունեք, եւ ասեք մեր հետ համաձայնեցված չի, ինչ եք անում, ճանապարհները բացված չի, ինչ եք անում։ Այս ինչ ոնց ռիսկ կաներ մատակարարը առանց Հայաստանի հետ համաձայնացնելու, կողել մի երկրով գալու, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետ Հայաստանի ճանապարհները փակ է, որի հետ ճանապարհը կբացվի միայն այն ժամանակ, երբ որ խաղաղության փաստաթուղթը ստորագրվի, եւ մեկ էլ հանկարծակի միակողմանի բացվում է, Հայաստանն լիմանում է մամուլից։ Այս են հատուկ փչացնում ձեզ, որ դուք իշխանություն չեք։ Ինչ անեն դուք ընդունելու եք, առանց իմանալու ոգևորված պատմելու եք ինչա, առանց իմանալու մեջը ինչա։ Սա է ավելի կարևոր, ոչ թե չորրորդա, թե երկրորդ։ Ընդհանրապես դուք խաբար չեք, դա է ավելի վտանգավոր։ Առանց ձեզ որոշում են կա, դե Զախարովային պատասխանեք, ասեք տարամտնա բացե դու ով ես որ տենց բան ես հայտարարում։ Եվ որտեվ իրանք ասին, որ որոշողը իրանք են։ Եթե իրանք որոշողը չլինեին, այդպես չէր լինի։ Իրանք են որոշել, որ եկել է Հայաստանը հասել, նոր եք ուրախացել։ Ձեզ ոչ մեկը չի համաձայնացրել։ Եվ այս խելքով էլ գնում եք ընտրության, որ ձեր իշխանությունը վերարտադրեք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։